Պարոն Մխիթարյան, նախ Նարեկ Կարապետյանին առնչվող հերթական միջնորդության վերաբերյալ ձեր գնահատականը հիմքերին ծանոթ եք թե ոչ եւ ակնկալիքների կենտրոնական դրական հանձնաժողովից հաշվի առնելով սրանից առաջ ընդամենը կես ժամ առաջ տեղի ունեցած ասուլիսը եւ Վահագն Հովակիմյանի այսպես նախապատրաստական հիմնավորումների ներկայացումը, որ այս մանդատները փաստացի գործելու են օգոստոսի 2-ից։ Տեսեք, ցավոք սրտի իրենց համար ունեմ իրավաբանական կրթություն, հանդիսանում փաստաբանների պալատի անդամ, եղել եմ Աշտարակության ակադեմիայի սան, 5 պագաս նշանակվելու էի դատավարսական քաղաքական գործունեությամբ զբաղվելու պատճառով գից առիթով հրաժարվել եմ դատավար նշանակվելու այսպես ասած հնարավորությունից ու իրավական առումով այն ինչ որ կատարվեց թե ընտրությունների օրը, ընտրությունների հաջորդ օրը հետընտրական վիճակում, ինչ որոշումներ որ կայացել էր, վստահ եմ ժամանակի ընթացքում դատարանների կողմից, արտարքնվող դատարանների կողմից ճանաչվելու է ոչ իրավաչափ ու անօրինական։ Վահագն Հովակիմյանի մասով նույն կարծիքին եմ մնում, որ ամենայն հավանականությամբ այստեղ քաղաքական պատվերներ են, որովհետև այս պայն ուժեղ Հայաստան դաշինքից ով էլ որ գտնվում է կալանքի տակ կամ քրեական հետապնդում կա, տագը, այսպես ասած, որովհետև իրավական հիմք չկա։ Մեր պարոն Նարեկ Կարապետյանի գործի մասով նույնիսկ ծիծաղելու է։ Ես ասեմ ավելին, մի քանի օր առաջ մենք բոլորս ականատես եղանք, որ դատախազության կողմից միջնորդություններ ներկայացրեց, սակայն այդ միջնորդություն մերժվել էր ընդունելը, հիմքում տրվել էր այն հանգամանքը, որ այս փուլում առնվազն հնարավոր չէ ԿՀ-ի միջոցով նման որոշումներ ստանալ։ Բայց հիմա իմ համար զարմանալի է, թե ինչ իրավական հիմք է տագը տրված ու ինչ իրավական հիմքով է դատախազությունը եւս մեկ անգամ միջնորդություն ներկայացրել Նարեկ Կարապետյանի մասով, բայց էլի եմ կրկնում, իրենց կողմից կայացվելիք ցանկացած որոշում, քանի որ նաև հանրային վստահություն որևիցե կերպ չկա ու նաև ցանկացած գիտակից ողջամիտ, ողջախոհ իրավաբան շատ լավ հասկանում է թե ինչ է կատարվում, որևիցե գործերի տակ որևիցե փաստական ու իրական հիմքեր չկան, ցանկացած սցենարի պատրաստ եմ, ցանկացած որոշում, ինչ ասեմ, զարմանալի կլինի կամ զարմանալի չլինի, բայց ես մենք հասկացել ենք, որ այս մարդիկ որևիցե կարմիր գիծ պահելու հնարավորություն, սովորություն չունեն, որովհետև ենթադրում եմ, այլ տարբերակ չունեն, բայց ամեն դեպքում շատ մեծ հույս ունեմ, որ դիմումը Նարեկ Կարապետյանի մասով մերժվելու է ու արդեն մենք փորձենք անցնենք մեր բնականon աշխատանքներին, որովհետև ինչպես նաև գիտեք, այսօր նաև մանդատների հանձնման օրն է։ Պարոն Մխիթարյան, տեսեք, ասացիք, որ մասնակցությամբ իրավաբան եք, այս պահին Ղազինյանի կարգավիճակը ձեզ ինչպիսին պիտի լինի, հիշեցնեմ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշում կա, ազատազրկված պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ կապված, փաստացի նշվում է, որ պիտի ազատ արձակվի, բայց հիմա գործը արագորեն մտնում է դատարան, այս պարագայում ինչ անել, ինչ պիտի արվի։ Այս էլ տեսեք, հերթական ծիծաղելի քայլն է, իրավական այսպես ասած պեսպրիձելը, կներեք այս բառից համար, իրավական պեսպրիձելը հասել է այն աստիճանի, որ նաև նմանատիպ որոշում են կայացնում։ Ես անձամբ ես վստահ եմ, որ անկախ ամեն ինչից իրավական ընթացակարգը այնպիսին է լինելու, որ այսօր մեր բոլորի ավագ ընկեր Դավիթ Ղազինյանը իրենց տանն էր քննելու, իհարկե վստահ եմ իր համար որևիցե խնդիր չկա, ինչ տեսակով այնպիսի մարդ է, որ իր կյանքում պայքարի գծում որևիցե բան չի փոխվելու, ուղղակի այստեղ ամենաշատ այսպես ասած ցավալին է, վերջի վերջով սովետի ամեն որոշման ժամանակ հատվածում ասում ենք, թե լավ է, այս կարմիր գիծը չեն անցնել, լավ է չեն մոռանա օրենքների իրավաբանության մասին, բայց ամեն անգամ նոր նիշա են խփում ու ամեն անգամ այդ գիծը իջնում է ներքև։ Ու ասեմ ցավալին նաև իմ վերջին դիտը ճիշտ հիշում մոտավորապես 12-13 տարի իրավաբանության մեջ եմ եղել, նաև համալսարաններ ավարտելով դուրս է գալիս, որ ոնց որ թե մեր օրերում անիմաստ եմ սովորել, որովհետև իրավաբանության վրա խաչ են քաշել, աշտարության վրա խաչ է քաշված, բայց մնում եմ իմ կարծիքի, որ փուչիկը վաղ թե ուշ պայթելու է։ Դուք հույս հայտնեցիք, որ Նարեկ Կարապետյանի դեմ ներկայացված դիմումը չի հաստատվի, եթե հաստատվի, պատրաստ է ուժեղ Հայաստանը զարգացումների։ Մենք ցանկացած տեսակի զարգացման պատրաստ ենք, մեր թիմից ունենք մենք գաղափար, մեր թիմից ով էլ ունենա ժամանակավոր խնդիր, մենք որևիցե կերպ հետ չենք կանգնելու այդ ամենից գնալու ենք առաջ, ասեմ ավելին, թե հանգարց
Աստված չանի, էլի խնդիր չեմ տեսնում, չեմ էլ հավատում, որ Նարեկ Ղարաբեդյանը կես վայրկյան մտահոգվի այդ առիթով, բայց մենք այդ ժամանակ շատ ավելի մեծ պատասխանատվություն ու խորհրդավորվածություն ենք ունենալու, արդեն ոչ թե 24/7 աշխատելու, այլ ոչ թե 48-64 գրաֆիկով աշխատելու։ Պարոն Մխիթարյան, պարոն Հովակիմյանը հայտարարեց, որ երբևէ այս Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենալավ ընտրություններն են ընթացել իր գնահատականը եւ ասաց, որ եթե համեմատենք մյուս ընտրությունների բողոքարկումների հետ, Սահմանադրական դատարանը ավելի լուրջ խախտումներ է հայտնաբերել, քան այս անգամ։ Սրան ինչ կասեք։ Վահագն Հովակիմյանի բոլոր ասածների հետ միանշանակ համաձայն եմ, բացի մի բառից, նշելս չէ ամենալավ հնություններ են եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, կարծում եմ ամենալավ հնության փոխարեն ընդամենը պետք է օգտագործենք ամենաշատ կեղծված, ամենաշատ իշխանության կողմից վարչական ռեսուրս մսխված հնություններն են, ու ես էլ միանշանակ համաձայն եմ, որ այս հնությունները մնալու են Հայաստանի պատմության մեջ դեռ երկար տարիներ ու նույնիսկ հնարավոր է տասնակրկերում լինեն, թե ինչ աստիճանի իշխանությունը, այսպես ասենք, սկսած Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների կողությունից մնացածով ինչ մեծ խնդիրներ ու ավորություններ թույլ տվեցին։ Դուք ընդունում եք, որ գնալու եք ոչ պետական խորհրդարան։ Ես գնալու եմ, մեր թիմը գնալու է խորհրդարան, պաշտպանելու ընդդիմության տված բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայները, այնտեղ կատարելու բոլոր հնարավոր օրենքով սահմանված գործողությունները, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի դիմաց քաղաքացին արժանի չէ ունենալու նման իշխանություն։